ԱՄՆ-ի Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագիրը ճիշտ ուղղությամբ է շարժվում, սակայն կան ոլորտներ, որոնք բարելավման կարիք ունեն։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա նշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են անվտանգության երաշխիքներ։ Երկրի պաշտպանության առաջին գիծը կլինի սեփական բանակը։ Ավելի վաղ, ինչպես հայտնել են, New York Times-ը հաղորդել էր, որ ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտարարել են, որ անվտանգության երաշխիքները Ուկրաինայի համար ավելի կարևոր են, քան ԱՄՆ ծրագրով նախատեսված ապառազմականացված գոտու տեղը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Ուկրաինայի հակամարտության կարգավորման խաղաղության ծրագիրը արտացոլում է այն փաստը, որ Ռուսաստանը մոտ է հանրապետության նկատմամբ հաղթանակին։ Նման տեսակետ է հայտնել գերմանական թերթը։ Հոդվածի հեղինակը նշել է, որ ամերիկյան կողմից ներկայացված առաջարկները լավ հիմք են բանակցությունների համար և լուծում են հակամարտության բոլոր ամենակարևոր հարցերը, սակայն լրագրողը Եվրոպական խաղաղության ծրագրի պայմանները անվանել է անիրատեսական։ Հոդվածում պնդվում է, որ եվրոպացի առաջնորդները, որոնք 4 տարի հրաժարվել են բանակցել Ռուսաստանի հետ, չեն կարող հանկարծ ենթադրել, որ կարող են ուղղություն թելադրել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը որոշել է, որ Ուկրաինային անհրաժեշտ են տարածքային զիջումներ երկրի վատ ռազմական դիրքի պատճառով։ Այս մասին հաղորդել է Wall Street Journal-ը, հղում անելով պաշտոնյաներին։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ և այլ պաշտոնյաների հետ զրույցներից և հետախուզական տվյալների վերանայումից հետո Ուիթքոֆը եզրակացրել է, որ Ուկրաինան գտնվում է ավելի թույլ ռազմական դիրքում։ Պաշտոնյաները խոստովանել են, որ Ուկրաինայի զինված ուժերը բազմաթիվ կորուստներ են կրել ռազմաճակատում և ներկայումս գտնվում են բարենպաստ վիճակում։ Հակամարտությունը դադարեցնելու համար Կիևը ստիպված կլինի համաձայնել զգալի զիջումների, շարունակել է հեղինակը։ Անցյալ շաբաթ ամերիկյան Axios հրատարակությունը և Գերագույն Ռադայի падգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել են Ուկրաինայի համար ԱՄՆ նոր խաղաղության ծրագրի ամբողջական տեքստը։ Ռուսաստանն ունի միայն ԱՄՆ-ի խաղաղության սկզբնական ծրագիրը, որն արդեն փոփոխվել է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Ինտերֆաքսը։ Մենք հետևում ենք լրատվամիջոցների հաղորդագրությունների հրապարակումներին և ուշադիր վերլուծում դրանք։ Մենք հասկանում ենք, որ ամերիկացիների և ուկրաինացիների միջև բանակցությունները շարունակվում են։ Մենք հասկանում ենք, որ հրապարակված տեքստում որոշ ճշգրտումներ են կատարվում։ Մենք հասկանում ենք նաև, որ նախկինում ոչ պաշտոնապես ստացված տեքստն արդեն փոփոխվել է, ասել է Պեսկովը։ Նրա խոսքով ռուսական կողմը տեղյակ չէ նոր ծրագրի մասին, որը բաղկացած է 19 կետից։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է պաշտոնական հանդիպումներ ունենալ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ Թրամփի վարչակազմի հետ նրա բարդ հարաբերությունների պատճառով, հաղորդում է Պոլիտիկոն։ Նոյեմբերի վերջին Կալասը հայտարարել էր, որ բանակցություններում զիջումները պետք է լինեն միայն Ռուսաստանից։ Ավելին, նա հայտարարել է, որ Եվրոպան ունի հստակ ծրագիր Ուկրաինայի համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հակամարտության կարգավորման նոր առաջարկների ֆոնին։ Ուկրաինացի պաշտոնյաները մասնավոր զրույցներում հայտարարում են, որ երկրի անվտանգության երաշխիքները ավելի կարևոր են, քան ապառազմականացված գոտու տեղակայումը, որի ստեղծումը նախատեսված է Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրով։ Այս մասին հաղորդել է ամերիկյան New York Times թերթը։ Անձնական զրույցներում ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ անվտանգության երաշխիքները ավելի կարևոր են, քան նոր ապառազմականացված գոտու ճշգրիտ տեղակայումը, որովհետև սա է երաշխավորում երկրի երկարաժամկետ ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Սա է, որ թույլ կտա վերսկսել տնտեսական զարգացումը, նշվում է հոդվածում։ New York Times-ը նշում է նաև, որ Ուկրաինայի համար քննարկվող անվտանգության երաշխիքների մոդելները ներառում են Դնեպրգետից արևմուտք եվրոպական զորքերի տեղակայումը, որը մեծ մասամբ խորհրդանշական կլինի և կծառայի որպես անվտանգության ցանց։ Փաշինյանը ձեռնադրվելու է որպես կաթողիկոս, չկասկածեք։ Այս մասին Եվրամեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է հոգեբան Միհրդատ Պատաթյանը։ Նրա կարծիքով Փաշինյանը հավակնում է կաթողիկոս ձեռնադրվելու։ Աղոթքի ընթրիքին հրավիրված Փաշինյանի հյուրերը ամենալավն են անդրադարձել իր ամբիցիաներին եւ վիճակին, որտեղ հարցազրույցի ժամանակ կարծես այդ հյուրերից մեկը հետեւել միտք արտահայտեց, որ Փաշինյանը ուզում է հոգեվոր առաջնորդ դառնալ Հայաստանում եւ դրա համար վեհապարին ամենքետ փորձում է սասանել։ Դերևս հնուց այսպիսի մի կարգ կա, իշխանությունը տարբեր է լինում,
Եվ կրոնական իշխանությունը ինքը ամենաամուրն է եղել բոլոր համակարգերում, որովհետև հիմնված է եղել մետամակարդակի աստծո վրա։ Փաշինյանը իր երկրային իշխանությունը սասանելով մի ձև է գտել մտնի այդ դաշտ։ Այսօր դա է տեղի ունենում եւ այնպես չի, որ Փաշինյանը եթե վաղը իր մոտ ստացվի, որ ես համոզված եմ այդպես չի լինելու, եկեղեցու այդ ոտնձգությունները անհաջողությամբ փսակվի, հաջողությամբ то есть իր տեսանկյունից, ապա որևէ մեկին այս պերսոնաժներից թույլ է տալու, որպեսզի եկեղեցին կառավարեն։ Բա ինչ է անելու, ինքն է միանշանակ ինքը կձեռնադրվի կաթողիկոս։ Սա իմ համոզմունքն է։ Եկեղեցու դեմ ոտնձգություններին Եվրամեդիայի հետ զրույցում անդրադարձել է նաև քաղաքագետ Էդգար Էլբակյանը։ Նա նշել է, որ Փաշինյանն իրեն հռչակել է միապետ, կառավարությունն ինքն է, եկեղեցին ինքն է։ Այս վարչախումբը, որ դե ֆակտո Հայաստանի ղեկավարն է, որպես հավաքականություն եւ նրա անդամները առանձին միշտ են աչքի ընկել դեռ նախքան իշխանության գալը իրենց հակաեկեղեցական, առհասարակ հակահայկական, բայց իմասնավորի հակաեկեղեցական արարքներով։ Այնպես որ այս մասով կա օրինաչափություն։ Սրանից զատ, բացի իրենց անձնական սուբյեկտի գործոնից, կա նաև օբյեկտիվ հանգամանքներ, որ այն տարածաշրջանային դասավորությունը, որի մեջ փորձում են կներեք բառիս համար խցկել Հայաստանին, այսինքն համաթուրանական պրոյեկտը, այդտեղ հայոց եկեղեցին հասկանալիորեն դեր չունի, ընդհակառակը խոչընդոտ է հանդիսանում։ Այո, թուրքական շահի տեսանկյունից խոչընդոտ է եւ պատահական չէ, որ Շո մեկը կարող է առարկել ասել, բայց չէ որ դա միշտ կար, այո միշտ կար, բայց եթե նաև նայենք թե այս պրոցեսները զուտ ժամանակագրորեն երբ սկսվեցին, կհիշենք, որ հաջորդեցին Շվեյցարիայում ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հայտնի ելույթին ի պաշտպանություն հայոց իրավունքների, Արցախի դատի եւ Արցախում պատանդառված մեր հայրենակիցների։ Ոստիկանության եւ քննչական կոմիտեի ծառայողները հանցավոր զանգերի կենտրոնում անսպասելի խուզարկություն իրականացրել են նոյեմբերի 20-ին։ Պարզվել է, որ մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ վարձակալել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող կոմերցիոն նշանակության շինության գրասենյակային տարածք, այն կահավորել որպես հանցավոր զանգերի կենտրոն եւ իրականացնում են առանձնապես խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ։ Հանցավոր կազմակերպության անդամները իրավապահ մարմինների օպերատիվ տեսադաշտում չհայտնվելու նպատակով նախապես արտաքինից քողարկել էին հիշյալ տարածքը, ձեռնարկել անվտանգության միջոցներ, ինչից հետո միայն իրականացրել անձանց հավաքագրում եւ հանցավոր գործունեության մեխանիզմի յուրացման նպատակով վերապատրաստման դասընթացներ։ Այսպիսով ապահովել էին համացանցային հեռախոսազանգերի եւ հեռահար հասանելիությամբ օգտագործվող համակարգիչների կիրառման օտարերկրյա պետություններում գտնվող քաղաքացիների ֆինանսական միջոցների հափշտակության համար բարենպաստ պայմաններ։ Իդեպ Հայաստանում գործող նմանատիպ հանցավոր կազմակերպությունները փոխկապակցված են այլ պետություններում նույն հանցավոր մեխանիզմը կիրառող հանցավոր այլ կազմակերպությունների հետ, որոնք իրենց հերթին թիրախավորում են մեր հանրապետության քաղաքացիներին։ Եվ այստեղ հայտնաբերված ամեն հանցավոր զանգերի կենտրոնի գործունեությունը կասեցնելը նշանակում է հանցատեսակի կանխարգելում նաև մեր քաղաքացիների համար։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի եւ այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաեւ նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան։ Նման հանցավոր կազմակերպությունների հայտնաբերման ուղղությամբ միջոցառումները շարունակական են։ Իրավապահ մարմինները հորդորում են քաղաքացիներին կասկածելի գործունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման զանգերի կենտրոնների գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության։ ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակից հանվել է այն կետը, որը նախատեսում էր Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին մոտ $100 միլիարդ հատկացում Ռուսաստանի սառեցված ակտիվներից։ Այս մասին հայտնել է Bloomberg-ը, վկայակոչելով եվրոպացի պաշտոնյաներին։ Գործակալության տվյալներով այս դրույթի վերացումը լավատեսություն է առաջացրել եվրոպացի պաշտոնյաների շրջանում։ Սկզբնական առաջարկը նախատեսում էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ։
Եվրամիության երկրները փորձում են մշակել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման իրավական մեխանիզմներ։ Այս ակտիվների մեծ մասը մի փոքր ավելի քան 200 միլիարդ եվրո արգելափակված է Բելգիայի Euroclear հարթակում։ Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Մոսկվան անպայման կպատասխանի եվրոպական երկրների գործողություններին, եթե ռուսական ակտիվները բռնագրավեն։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի արձագանքը Եվրամիության երկրների կողմից Ուկրաինային վերականգնողական վարկեր տրամադրելու համար ռուսական սառեցված ակտիվները օգտագործելու վերաբերյալ շատ կոշտ եւ ցավոտ կլինի։ Ռուսաստանի հոբ համակարգերը 6 ժամվա ընթացքում Ռուսաստանի մարզերի եւ Սև ծովի վրա ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում 8 անօդաչու թռչող սարք, որոնք ուղևորվում էին դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Նոյեմբերի 24-ին Մոսկվայի ժամանակով ժամը 14:00-ից մինչև 20:00 ընկած ժամանակահատվածում հերթապահության մեջ գտնվող հոբ համակարգերը ոչնչացրել են 40 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 14 անօդաչու թռչող սարք Մոսկվայի մարզի վրայով, այդ թվում 8 անօդաչու թռչող սարք դեպի Մոսկվա, 10 անօդաչու թռչող սարք Ղրիմի հանրապետության վրայով, 9 անօդաչու թռչող սարք Սև ծովի վրայով, 3-ական անօդաչու թռչող սարք Բրյանսկի եւ Կալուգայի մարզերի վրա եւ մեկական անօդաչու թռչող սարք Կուրսկի մարզի վրայով, հայտնել է պաշտպանության նախարարությունը։ Եվրամիությունը կշարունակի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա եւ աջակցել Ուկրաինային։ Չնայած վերջին օրերին ԱՄՆ-ի խաղաղության ջանքերի ակտիվացմանը, այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Քրիստիան Շտոքերը։ Ես ողջունում եմ բոլոր նախաձեռնությունները, որոնք մեզ մոտեցնում են Ուկրաինայում հրադադար եւ երկարաժամկետ խաղաղության։ Վերջին մի քանի օրերին ԱՄՆ-ի կողմից ճգնաժամը լուծելու համար դիվանագիտական նոր թափ է հայտ եկել, հայտնել է կանցլերը։ Այնուամենայնիվ, ըստ Շտոքերի, Եվրամիությունը կշարունակի աջակցել Ուկրաինային եւ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա բոլոր մակարդակներում։ Կանցլերը հավելել է, որ կասկած չկա, Ուկրաինայի եւ Եվրամիության ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը բանակցությունների սեղանի շուրջ անհրաժեշտ է, երբ խոսքը վերաբերում է եվրոպական մայրցամաքի անվտանգությանը։ ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանը, որը Վաշինգտոնը ցանկանում էր ստորագրել մինչև նոյեմբերի 27-ը, այս փուլում գրեթե իրական չէ։ Այս մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքականագետ Ալեքսանդր Ասաֆովը, նշելով, որ ԱՄՆ-ն հնարավոր է փորձի հակամարտության ավարտը կապել կաթոլիկական Սուրբ Ծննդյան դեկտեմբերի 25-ի հետ, որպեսզի գործընթացը դեռևս տեղավորվի ընթացիկ տարվա սահմաններում։ Քաղաքագետը հիշեցրել է, որ Մոսկվայում պաշտոնապես չի ներկայացվել Դոնալդ Թրամփի խաղաղության պլանը եւ դրա մասին պատկերացումներ կան միայն մամուլի հրապարակումներից եւ եվրոպական երկրների կազմած ոչ պաշտոնական փաստաթղթերից։ Նրա խոսքով ԱՄՆ բանակի նախարար Քրիստինա Դրիսկոլի Մոսկվա նախատեսված այցը, որն ի սկզբանե տեղ էին գրում դիվանագիտական աղբյուրները, հետաձգվել է եվրոպացի դիվանագետների գործողությունների հետևանքով, երբ Դրիսկոլը բերել ներկայացնի ծրագրի արիացված տարբերակը, միայն այն ժամանակ հնարավոր կլինի խոսել դրա կետերի մասին, նշել է Ասաֆովը։ Չնայած սպասվում էր, որ այցը կարող է կայանալ մոտ ժամանակներում, Ասաֆովը չի տեսնում, որ մինչև նոյեմբերի վերջ կարող է ստորագրվել խաղաղության փաստաթուղթը։ Նրա գնահատմամբ Վաշինգտոնը պարզապես չափազանց արագ է մղում գործընթացը եւ իրական նպատակային ժամկետը կարող է լինել դեկտեմբերի 25-ը։ Մարիա Զախարովան Կիևի ռեժիմին լուսաբանող արևմտյան լրատվամիջոցներին անվանել է համաշխարհային մաֆիա, գրում է TASS-ը։ Նա մեջբերել է ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնի խոսքերը, որը հայտարարել է Wall Street Journal-ը մի քանի ամիս շարունակ ողել են նյութեր, որոնք բացահայտում են Անդրեյ Երմակի կոռուպցիոն սխեմաների մանրամասները։ Տեղեկությունների Երմակը յուրացրել է Ուկրաինայի համար նախատեսված ամերիկյան օգնության միջոցներից $100 միլիոն։ Պեկինը հույս ունի, որ ուկրաինական ճգնաժամի բոլոր կողմերը հնարավորինս շուտ կհասնեն արդար համաձայնության, որը կլուծի ճգնաժամի արմատական պատճառները, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Սի Ցինփինը եւ Թրամփը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը։ Չինաստանը հույս ունի, որ բոլոր կողմերը շարունակաբար կնվազեցնեն իրենց տարաձայնությունները եւ կհասնեն արդար երկարատև համաձայնագրի, որը հնարավորինս շուտ կլուծի ճգնաժամի արմատական պատճառները։ Մեջբերել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի առաջնորդի խոսքերը։
Եվրոպական միությունը ներկայումս ձգտում է շահել ժամանակ Ուկրաինայի հակամարտության պայմաններում։ Այս կարծիքը Լենտարուի հետ զրույցում հայտնել է իտալացի պատմաբան եւ միջազգային հարաբերությունների մասնագետ Իգոր Պելիչարին։ Պելիչարի խոսքով ԵՄ-ի ռազմավարությունը հիմնված է հակամարտության սառեցման հաշվարկի վրա, ինչը ըստ եվրոպական առաջնորդների հնարավորություն կտա կանացնել շուկաները եւ հետաձգել բարդ քաղաքական որոշումները։ Քաղաքագետը համոզված է, որ այս մոտեցումը ստեղծում է միայն արևմուտքի միասնականության պատրանք եւ իրականում չի նպաստում հակամարտության լուծմանը։ Ավելի վաղ ամերիկագետ Պավել Դուբրավսկին Ժնևում կայացած ԱՄՆ-Ուկրաինա հանդիպումը նկարագրել էր երկու բառով՝ որպես նախապատրաստական քայլ, ընդգծելով, որ այն ընդամենը հող նախապատրաստող փուլ է հաջորդ բանակցությունների համար։ Ռուսաստանի վաստակավոր շինարար եւ Տյումենի մարզի հայերի միության նախագահ Աբրահամ Հովեյանը խոսելով հայտնի խորհրդային ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի մահվան մասին ընդգծել է նրա ներդրումը Ռուսաստանի ազգային ինքնության ամրապնդման գործում։ Նրա խոսքերը մեջ բերել են լրատվամիջոցները։ Ինձ համար որպես մեկի, ով մեծացել է հայկական ընտանիքում եւ իր կյանքը նվիրել Ռուսաստանին, Նիկիտա Պավլովիչի օրինակը հատկապես արժեքավոր է։ Նա հայ ժողովրդի զավակը դարձավ իսկական ռուսական լեգենդ, ազգի սիրելին եւ ամբողջ երկրի աշխատանքի հերոսը։ Նշել է նա։ Սիմոնյանի մահվան մասին հայտարարվեց նոյեմբերի 23-ի երեկոյան Ռուսաստանի ֆուտբոլային վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանի խոսքով ֆուտբոլային լեգենդը հոսպիտալացվել է 20-ին վատ ինքնազգացողության պատճառով եւ այնտեղ մնացել է 3 օր։ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հայցադիմում է ներկայացրել ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Նա պահանջում է ոչ միայն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները, այլև ճանաչել Իրան մեղության կանխավարկածի խախտման փաստը եւ վճարել փոխհատուցում։ Այս մասին գրել է հետքը։ Ռուբեն Ռուբինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում տարբեր գրառումներով կաշառակեր սրիկա է անվանել Վարդան Ղուկասյանին այն բանից հետո, երբ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում Ղուկասյանին մեղադրանք են առաջադրել։ Մասնավորապես հրապարակումներից մեկով Ռուբեն Ռուբինյանը Վարդան Ղուկասյանի նկարին կից գրել է 6 ամիս եւ 1 օր ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որպեսզի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ Սրա համար քաղաքական պատասխանատվություն են կրում իրեն քաղաքապետ դարձնողները՝ Քոչարյանը, Սարգսյանը, Վանեցյանը, Դաշնակցությունը եւ մյուսները։ Պատասխանատու է նաեւ օրհնողը Կթրիշ Ներսիսյանը, Յուրին Շխաննազավթուն տնչացող արքեպիսկոպոսներով։ Ուսա 2026 թվականին ուզում են կրկնել համապետական մասշտաբով, որ հետ գան ու վերսկսեն իրենց թալանը։ Թույլ չենք տալու, նշել է Ռուբինյանը։ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարց է տվել արհեստական բանականությանը։ Արդյոք առանց քրեական գործի մարդը կարող է մեղադրյալ լինել։ Արհեստական բանականությունը կատարվող անհեթեթության նախադեպեր չի գտել։ Այս մասին հայտարարել է նախկին նախագահը հակասահմանադրական ճանաչված հոդվածով իր դատական նիստի ժամանակ։ Դատարանների վրա պլան է դրվել, արձանագրել է Քոչարյանը։ Ոչ ոք չի կարող պլանավորել, օրենքն է սահմանում ավարտվածը, նկատել է Քոչարյանը եւ նշել, որ առաջին անգամ են դատարանում նման շրջաբերականի մասին լսում, ինչը ավելի շատ զարմացնում է, եւ լսում են, որ դատարանները դրանով են առաջնորդվում։ Դատավորը շտապել է հավաստիացնել, որ չի առաջնորդվում շրջաբերականով, միայն ողջամիտ ժամկետով եւ արդյունավետությամբ է նիստը վարում։ Բայց այն ժամանակ եւ միջոցները խլում արձագանքել են նիստի դահլիճից։ Այդ պահին դատավորն առաջարկել է շաբաթական ոչ թե 3 անգամ, այլ 1 անգամ նիստ նշանակել, բայց ամբողջ օրով անցկացնելու տարբերակով։ Շատ երկար աշխատելուց հետո, ամբողջ այդ big data մշակելուց հետո, ինձ ասել են սա աբսուրդ է, սա անհնար է եւ չկա աշխարհում որևէ մեկ երկիր, որտեղ դա հնարավոր է։ Ամենան դեպս եղած այս data-ի մեջ այդպիսի օրինակ արհեստական բանականությունը չի գտել։ Ես ասեմ, լավ, պատմական իմաստով է, հիմա կարող է դա եղել օրինակ 50 տարի առաջ, 60, 70 վերջի 100 տարվա ընթացքում այդպիսի օրինակ չի հայտնաբերվել։ Հասկանում հիմա եթե մենք ողջամտության բան ուշադրենք, այս դատական նիստը չպիտի գա։ Ես դեռ գալիս եմ, որովհետև հասկացա, որ ոնց որ չես գալիս ասում եք ուսապում, բայց ես գալիս եմ ամիշակ բարիքան դրսևորելով, բայց ներքին համոզմունքս, իմ ներքին համոզմունքը, որ ինչ անում ենք աբսուրդի մեջ։ Նշել է Քոչարյանը եւ խնդրել դատավորին, եթե արհեստական բանականությունը սխալվում է, նման օրինակ բերել։ ՍԴ որոշումից հետո շարունակվում է նախագահ Քոչարյանի դատավարությունը մարտի 1-ի գործով։ Աղմկահարույց գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։ Հակասահմանադրական է ճանաչվել մեղադրանքի հոդվածը։ Որոշումը բողոքարկվել է։ Գործն անցնում է հակակոռուպցիոն դատարանում, որը քննում է նոր մեղադրանք առաջադրելու մասին մեղադրող կողմի միջնորդությունը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սևակ Խաչատուրյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության պետ, ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն։ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատել 6 ամսով։ Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Պապիկյանը նշել է, որ նախատեսվում է շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը փոխարինել 18-ամսյա ժամկետով։ Այն տարածելով 2026 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների վրա։ Նրա խոսքով 2025 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում զինված ուժերի համալրումը կսկսվի 2026 թվականի հունվարի 7-ից եւ այս զորակոչից պարտադիր ծառայության անցնողները ծառայելու են 18 ամիս։ Նախարարն ընդգծել է, որ ծառայության ժամկետի կրճատումն իրականացվել է վերջին տարիների պայմանագրային զինվորական ծառայության գրավչության բարձրացման եւ ընդլայնման ուղղությամբ տարվող շարունակական աշխատանքի արդյունքում։ ԱՄՆ-ն կարող է արգելել Եվրամիության երկրների ներկայացուցիչներին մասնակցել Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններին, հաղորդում է CNN-ը հողմանելով անանուն արևմտյան դիվանագետի։ Դիվանագետի խոսքով եվրոպացի առաջնորդները վախենում են, որ ԱՄՆ-ն կարող է արգելել նրանց մասնակցել վրանային բանակցությունների։ Նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած խաղաղության պլանում փոփոխություններ կատարելու ԵՄ փորձերի պատճառով։ Նախկինում Washington Post-ը հայտնել էր, որ ԵՄ առաջնորդները պատրաստել են իրենց պատասխանը Ուկրաինայում հակամարտության կարգավորման ԱՄՆ պլանին, որը ի թիվս այլ բաների առաջարկում է որևէ սահմանափակում չկիրառել Ուկրաինայի զինված ուժերի նկատմամբ եւ հրադադարից հետո լուծել տարածքային վեճերը։ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև Ժնևում խաղաղության ծրագրի քննարկման բանակցությունները զարմանալիորեն տարբերվում են նոյեմբերի 19-ի Կիևում կայացած սարսափելի հանդիպումից, հաղորդում է The Economist-ը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն գլխավորել է ԱՄՆ պատվիրակությունը Ժնևում կայացած բանակցություններում։ Հանդիպումից հետո նա խաղաղության ծրագիրն անվանել է ընթացքի մեջ գտնվող աշխատանք, քանի որ այն դեռ պետք է հաստատվի ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու կողմից։ Արդյունքում Թրամփի կողմից գործարքի վերջնական կնքման համար սահմանված նոյեմբերի 27-ի վերջնաժամկետը երկարաձգվել է, գոնե առայժմ, պարզաբանել է հրատարակությունը։ Ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորումը հնարավոր է, եթե հաշվի առնվեն երկու կողմերի ակնկալիքները։ Այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Մենք բազմիցս քննարկել ենք Ուկրաինայի իրավիճակի մեր տեսլականը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մենք հավատում ենք, որ արդար աշխարհում չի լինի պարտվող կողմ։ Մենք համոզված ենք, որ արդար խաղաղության ճանապարհը բանակցությունների եւ հանդիպումների միջոցով է։ Այժմ մենք քննարկում ենք, թե արդյոք առաջարկվող խաղաղության ծրագիրը կարող է ծառայել որպես խաղաղ կարգավորման հիմք, ասել է Էրդողանը։ Թուրքիայի առաջնորդը նաև հավելել է, որ անհրաժեշտ է աշխատանք կատարել ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 28 կետանոց խաղաղության ծրագիրը կօգնի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիարտոն։ 28 կետանոց խաղաղության ծրագիրը կարևոր հնարավորություն է Ուկրաինայում պատերազմին վերջ դնելու համար, եւ յուրաքանչյուր եվրոպացի քաղաքական գործիչ պարտավոր է լիովին եւ անվերապահորեն աջակցել այդ ծրագրին, գրել է դիվանագետը։ Նոյեմբերի 20-ին ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը։ Financial Times-ի տվյալներով ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը եւ այն անընդունելի են համարում առանց փոփոխությունների։ Չնայած Վաշինգտոնն ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը։ Ծրագիրը ներառում է Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ի միանալուց, նոր սահմաններ ու ֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ եւ սառեցված ռուսական ակտիվների օգտագործում։ Ուկրաինայում հակամարտության կարգավորման ԱՄՆ նոր ծրագրի շուրջ կա առնվազն 3 հնարավոր սցենար։ Այս մասին գրել է Financial Times-ի մեկնաբան Գեդոն Ռախմանը։ Նրա խոսքով առաջին սցենարը ենթադրում է Կիևի կողմից Վաշինգտոնի առաջարկների մերժում։ Հոդվածագիրը կարծում է, որ այս դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կդադարեցնի Ուկրաինային տրամադրվող ողջ օգնությունը։ Եթե Ռախմանի նկարագրած երկրորդ սցենարն իրականանա, ԱՄՆ խաղաղության ծրագիրը կդառնա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցությունների հիմքը։ Կիևը
կկարողանա էական փոփոխություններ կատարել փաստաթղթում։ Երրորդ սցենարը ենթադրում է, որ ԱՄՆ փաստաթղթում առկա բազմաթիվ հակասություններն ու եկիմաստությունները կհանգեցնեն խաղաղության նախաձեռնությունների խափանմանը եւ ռազմական հակամարտությունը կշարունակվի։ Հոդվածագիրը կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ոչ մի առավելություն չունի ԱՄՆ ծրագրին համաձայնելու հարցում, դրա ենթադրյալ տարածքային զիջումների պատճառով։ Այնուամենայնիվ նա կարող է ժամանակը ձգձգել փաստաթուղթը փոփոխելու համար։ Ռախմանը հավելել է, որ Զելենսկին չպետք է խափանի ծրագրի քննարկումները, քանի որ անհաջող խաղաղության կարգավորումը կվտանգի Ուկրաինայի գոյությունը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի Նայինե Կոտիկյանը նշանակվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական։ Ղեկավարվելով հանրային ծառայության մասին օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասով, Նայինե Կոտիկյանին նշանակել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական, նշված է որոշման մեջ։ Նոյեմբերի 23-ին տեղական ժամանակով ժամը 17:35-ին, Գրինվիչի ժամանակով ժամը 13:35-ին ՀՀ-ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Գառնի գյուղից 4 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 1.2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-ից 2 բալ։ Երկրաշարժը գրանցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում 1-2 բալ ուժգնությամբ։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հնարավոր է համարում, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության իշխանության օրոք Ադրբեջանի ենթակայության տակ անցած ՀՀ սուվերեն տարածքները վերադարձվեն։ Իհարկե տեսնում։ Ինչով եք տեսնում, կարող եք մանրամասնել հասկանանք, որովհետև Սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքի միջոցով։ Շնորհակալ։ Իսկ Հայաստանում պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման նախագծով Պապիկյանը վստահեցնում է, որ չի փորձում օգնել սեփական քաղաքական թիմին 2026 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Բանակը կրճատելու վերաբերյալ պնդումները կապ չունեն իրականության հետ։ Այսօր նախագծի քննարկման արժեվում հաստատեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, բացատրելով. 1.5 տարի հետո մենք նույն թվականակով մարդկանց զորակոչելու ենք բանակ, ուղղակի իրենք ծառայելու են 1.5 տարի։ 1.5 տարի հետո զորացվելու են 2 զորակոչի այն հատվածը, որը պայմանագիր չեն կնքել։ Դրանից եւս 1.5 տարի հետո բոլոր 4 զորակոչները կրկին գտնվելու են բանակում, պարզապես 1.5 տարի ծառայելով։ Պարզ հաշվարկ է, ես ոչ մի բան չեմ խեղաթյուրում։ Բանակը չի կրճատվում, կրկնում է նախարարը։ Այդ անդերը թվաբանություն է, բարդ չէ։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ 2025 թվականի հոկտեմբերին արձանագրվել է աշխատատեղերի ռեկորդային ցուցանիշ 810,074 աշխատատեղ։ Նախորդ տարվա հոկտեմբերին այդ թիվը կազմել է 779,151։ Պապոյանը նշել է, որ այսպիսով մեկ տարում աշխատատեղերը ավելացել են 30,923-ով։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները համարել է Եվրոպայի համար հաջողություն, հաղորդել է Reuters-ը։ Եվրոպային, այդ թվում Հյուսատլանտյան դաշինքին վերաբերող բոլոր հարցերը բացառվել են այս ծրագրից։ Սա վճռորոշ հաջողություն է, որին մենք հասանք երեկ, ասել է Վադեֆուլը։ Նա կրկնել է, որ եվրոպացիների եւ ուկրաինացիների գլխից վեր որևէ համաձայնության չի կարելի հասնել։ Եվրոպացի պաշտոնյաներն ու դիվանագետները հրաժարվել են աջակցել Եվրոերյակի, Մեծ Բրիտանիա, Գերմանիա եւ Ֆրանսիա Ուկրաինայի հակամարտության կարգավորման ծրագրին, հաղորդել է Politico-ն։ Հրապարակման մեջ նշվում է, որ Եվրամիության ներկայացուցիչները հրաժարվել են աջակցել Եվրոերյակի 28 կետից բաղկացած ծրագրին, քանի որ այն հնացած է։ Նոյեմբերի 23-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ելույթ ունենալով Ժնևում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դերը ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դեռևս քննարկման առարկա է։ Նա ամերիկյան խաղաղության ծրագիրը որակել է որպես կենթանի փաստաթուղթ, որը ամեն օր փոխվում է։ Նա նշել է, որ կան վիճելի հարցեր, մասնավորապես ռուսական ակտիվների եւ Եվրամիության ու ՆԱՏՕ-ի դերի վերաբերյալ խաղաղության բանակցություններում։ Ռուբիոն բացահայտել է, որ այս հարցերը կքննարկվեն եվրոպական երկրների ազգային անվտանգության խորհրդականների հետ։ Եղանակը առաջիկա օրերին Երևանում նոյեմբերի 25-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում նոյեմբերի 25-ից 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լուսադեմին Արարատյան եւ Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ից 26-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 2-ից 3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի։
է։